Ով է որոշում, ով պետք է լինի ամենայն հայոց կաթողիկոսը։ Հարց, որն այսօր արդեն իշխանության քաղաքական օրակարգում է։ Դեռ նախընտրական շրջանում էին ԿՊ ներկայացուցիչները խոսում Գարեգին II հեռացման անհրաժեշտության մասին։ Այժմ այդ թեման տեղ է գտել նաև կառավարության նոր ծրագրում, որը ներկայացվում է որպես Հայաստանի 4-րդ հանրապետության ճանապարհային քարտեզ։ Նախ պետք է ֆիքսել, որ յուրաքանչյուր որոշում, որը ընդունվելու է կամ ընդունվում է, այսպես կոչված կառավարության կողմից ոչ լեգիտիմ է, քանզի իշխանությունը չի ստացել մարդկանց բացարձակ մեծամասնությունը եւ ինչ-ինչ մանիպուլյացիաներով կարողացել է ձևավորել այն կոնֆիգուրացիան ազգային ժողովում, որում մենք այսօր կանք, այսինքն ի սկզբանե դա ոչ լեգիտիմ է։ Բայց այստեղ առաջանում է գլխավոր հարցը, ինչ ընթացակարգով է որոշվում ամենայն հայոց կաթողիկոսի հարցը։ Սահմանադրությունը հստակ է, կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Միաժամանակ պետությունը ճանաչում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Եթե խոսքը վերաբերում է 4-րդ հանրապետություն ստեղծելու մասին, ուրեմն դու պիտի կործանես 3-րդ հանրապետությունը։ Սա սահմանադրական կարգի տապալում է, սահմանադրական կարգի խախտում է, իրենք որևէ իրավունք չունեն մասնակից լինել եկեղեցական որևէ արարողակարգի։ Հազար անգամ ասել ենք, որ եկեղեցին պետությունից անջատ է, որ դա նույնիսկ ամրագրված է սահմանադրությամբ, բայց այնուամենայնիվ որևէ ձևով սա մեր կողմից ասվում է, բայց մնացած կողմերից լսելի չէ։ Գործող օրենքը եւս սահմանում է, որ պետությունը չի միջամտում եկեղեցու օրենքին համապատասխանող գործունեությանն ու ներքին կյանքին եւ չի թույլատրում պետական մարմինների գործունեությունը եկեղեցական կառույցների ներսում։ Բայց եթե պետությունն ու եկեղեցին սահմանադրորեն անջատ են, ինչ իրավասությամբ է կառավարությունը իր ծրագրում ամրագրում գործող կաթողիկոսի հեռացման անհրաժեշտությունը։ Այս իշխանությունը իրականացնում է արևմտյան Ադրբեջանի ձևավորման կոնցեպտը առայժմ փափուկ, կանվանեք 4-րդ հանրապետություն, կանվանեք 5-րդ պատիեզ, կանվանեք, չգիտեմ, 8-րդ վերելակ, դա չի փոխում ըստ էության տրամաբանությունը։ Այսօր իշխանությունը գործում է արևմտյան Ադրբեջան ձևավորելու, սա ոնց որ նախանշումներն են, տրամաբանության ներքո։ Կաթողիկոսի կենթանության օրոք նոր կաթողիկոսի մասին խոսելը Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Վրդանես Քահանա Բաղալյանն անբարոյականություն է համարում։ Իրենք ասենք որևէ իրավունք չունեն ընտրված ազգընտիր օծյալ կաթողիկոսին որևէ բան անելու։ Միակ բանը, որ կարող են անել, ուղղակի հեռու մնալ ամենայն հայոց կաթողիկոսից։ Թող Աստված իրենց մոլեքին ու իմամներին երկար կյանք տա, բայց իրենք չեն որոշելու մեր կաթողիկոսը ով լինի։ Զրուցակիցներից համար խնդիրը միայն Գարեգին II անձը չէ, հարցն ավելի լայն է։ Եթե այսօր իշխանությունը քաղաքական գնահատական է տալիս գործող կաթողիկոսի գործունեությանը եւ նրա հեռացման հարցն է բարձրացնում, ապա ինչ է լինելու վաղը, եթե իշխանության եւ եկեղեցու միջև տարաձայնություն առաջանա մեկ այլ հարցի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է կազմակերպի կաթողիկոսի ընտրություններ, դրանք կազմակերպվում են ներեկեղեցական տարբեր ազգաններում, սկսած Գերագույն հոգևոր խորհրդից ավարտված ազգային եկեղեցական ժողովում։ Այսինքն ոչ ազգային ժողովը, ոչ կառավարությունը իրավասու մարմին չեն կաթողիկոսին հեռացնելու կամ նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու։ Փորձագետներն ասում են, կառավարությունը ստացել է քաղաքացիների քվեն երկիրը կառավարելու համար, բայց այդ քվեն կաթողիկոս ընտրելու մանդատ չի տալիս։ Կաթողիկոսին ընտրում է եկեղեցին իր սահմանած կարգով։ Ուստի այս պատմության առանցքում միայն կաթողիկոսի հարցը չէ։ Խնդիրը նաև այն սահմանն է, որը բաժանում է պետության եւ եկեղեցու լիազորությունները։ Իշխանությունը փորձում է փոխել կաթողիկոսին, թե փոխել այդ սահմանը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։